Շատերն են լսել, նույնիսկ ժողովուրդն է լսել, երբեմն նույնիսկ գյուղերում մարդկանց է հանդիպում, լսել են խազերի մասին։ Երևի մինչև այսօր շատ է խոսվել, ուղղակի մարդկանց ականջին ոնց որ ասում են հասել է, որ մենք ունենք մի խորհրդավոր նշաններ, բայց շատերը չգիտեն ինչ են խազերը։ Ուրեմն խազերը, ինչպես այսօր գիտենք նոտաները, որ գրանցվում է երաժշտություն, խազերը միջնադարում 1000 տարի առաջ եւ հետո երաժշտական նշաններ էին, հատուկ ձևի նշաններ էին, որոնցով գրանցվում էր երաժշտությունը, գրանցում էին երգերը, այսինքն այդ նշանները դնում էին բառերի վրա եւ երգիչը այդ նշաններով երգում էր երգը, դրանք վերաբերում են հիմնականում, այսինքն մեծամասամբ եկեղեցական երգերին։ «1500 տարի առաջ մենք ունեցանք գիրք, Մեսրոպ Մաշտոց Արեց գրերի գյուտը, թարգմանվեցին Աստվածաշունչը, եկեղեցական ծիսակարգը ձևավորվեց, ինչպես այսօր պատարագն ենք լսում գնում ենք եկեղեցի, եւ ահա ստեղծվեցին շարականներ, երգեր, որ պետք է երգեին եկեղեցում։ Միջանկյալ ասեմ, որ այդ երգերի եղանակները վերցվեցին նախաքրիստոնեական շրջանի երաժշտությունից, հեթանոսական երաժշտությունից, դա նաև գրանցված է մատյաններում եւ ասված է այդպես, որ այդպես է։ Այսինքն դա մեր հին երաժշտություններ, հազարամյակների երաժշտություններ։ Եվ երգում էին անգիր։ Մինչև գրերը շատ հետաքրքիր է իմանալ, Հայաստանում ծեսը տարում էր հունարեն եւ ասորերեն լեզուներով, 100 տարի այդպես էր, այսինքն եթե Մեսրոպ Մաշտոցը գիրը չբերեր, մեր երաժշտությունն էլ երկար ժամանակ ազգային երաժշտությունը չէր ընչելու եկեղեցում։ Ինչ կարիք կար խազավորվելու, կարող էին երկար ուրեմն անգիր երգել։ Պատճառն ինչ էր, կարող են տարբեր պատճառներ լինել։ Եթե չնշանագրվի այդ երաժշտությունը, ոնց որ ասում են չնոտագրվի, կարող է աղավաղվել, 100 տարի կարող են երգել, 200 տարի երգել, գիտեք, ընդամենը մենք տեսնում ենք 10-20 տարում երգում են մի երգ, եւ ընդամենը 20 տարի հետո մեր մեծերն ասում են, այս երգը սենց չէր ախր ունեն գլխելը, մի քիչ ուրիշ ձև եք երգում։ Հիմա դուք պատկերացրեք 200 տարի, 300 տարի, 400 տարի եւ սկսվեցին ուրեմն այդ նշաններով, խազերով, ոնց որ ասած փոխաբերական ասած նոտագրվել մեր երգերը։ Գնալով բարդացան այդ խազերը, այսինքն գնալով ավելի մանրամասն սկսեցին նոտագրել։ Սկզբից դնում էին պարզ նշաններ, որ ցույց տային, ասենք մոտավորապես կարող ես իմանալ ինչպես երգել։ Եթե անգիր հիշում ես, քեզ ուղղություն է տալիս, որ չմոռանաս, չսխալվես։ Հետագայում ավելի մանրամասն նոտագրվեց։ Բացի այդ, կային տաղեր, որոնք բարդ երգեր են, դանդաղ, երկար, ավելի զարդերով, եւ պետք էր այդ զարդերն էլ նոտագրվել, եկան ավելի բարդ խազեր, որոնք նաեւ զարդերն են նոտագրում։ Եվ 12-րդ դարում արդեն խազարվեստը հասավ իր բարձրունքին։ Դրանից հետո 13-րդ, 14-րդ դար դեռևս կային, ստեղծվեցին դպրոցներ Կիլիկիայում, Արևելյան Հայաստանում, հարյուրավոր մատյաններ խազավորված են, եւ ահա մոտ ասենք 500 տարի առաջվանից սկսած, այսինքն սկսեց աշճանաբար այդ խազերը, ուրեմն խազերի գիտությունը աշճանաբար սկսեց թուլանալ։ Մոտ 300-200 տարի առաջ, ասենք, այդպես եմ ասում, որ դարերով ժողովուրդը շփոթի, դեռ կարդացողներ եղել են հատուկենտ մարդիկ, որոնք կարողացել են խազերը հասկանալ։ Բայց արդեն Կոմիտասից առաջ, երբ որ ուրեմն ծնվեց Կոմիտասը, այդպես ասենք, արդեն մոռացված էր։ Ինչու կորավ, դա երևի տարբեր պատճառներ կա։ Գուցե քաղաքական, իհարկե, որ մենք եղել ենք ծանր ուրեմն քաղաքական պայմաններում, լուծի տակ, օտարի,
պայմաններ չեն եղել, որ այդ դպրոցները ծաղկեն, գուցե նաև գաղտնի գիտություն են համարել, ասենք ամեն մեկին չեն ուզեցել սովորեցնեն եւ այդպես մասսայական բան չէր եւ նաև դրա համար որ դժվար էր, որովհետեւ խազերը իմանալու համար սովորելու երաժշտություն նախ պետք էր սովորել ուրեմն քերականություն, հետո առոգանության արվեստը, հետո նաև ուրիշ արվեստներ, արտասանել իմանալ, նախ խոսել իմանալ, ճիշտ խոսել իմանալ, ճիշտ առոգանել, արտասանել, ճարտասանել իմանալ, հետո ասերգել իմանալ եւ մի խոսքով կորավ։ Տարածված խոսք ասում են խազերի բանալին կորավ։ Կոմիտասը սկսեց զբաղվել խազերի վերծանությամբ։ Նա 20 տարի աշխատեց այդ խնդրի վրա, 20 տարի ուսումնասիրեց հազարավոր ձեռագրեր եւ 1910 թվականին հայտարարեց, որ գտել է խազերի պարզ բանալին, այսինքն բանալին պարզ խազերի եւ նույնիսկ կարդում է պարզ խազերը։ Երբ ես ուսումնասիրում էի Կոմիտասի դիվանը, Կոմիտասի ձեռագրերը, անտիպ ձեռագրերը, այնտեղ ես հանդիպեցի նյութերի, որոնք տարբեր տեղեր էին ցրված։ Եվ իմի բերելով դրանք պարզվեց, որ կորած չի այդ բանալին։ Պարզապես դրանք չեն վերծանվել, իր ձեռագիրը բարդ է, թե ինչ է, չկա, վերջ չի արվել այդ բանը։ Եվ կան ուրեմն այս բազմաթիվ ձեռագրեր խազերի մասին, որոնք մինչև այսօր հրատարակված չէին, եւ նույնիսկ կար ուրեմն էջը, որտեղ ներկայացնում է Կոմիտասը խազերի բանալին գրված, ահա բանալին սա է, այսպես, եւ նույնիսկ իր ձեռքով վերծանած շարականը արդեն խազերից, այսինքն շարականը խազերից վերծանած։ Խոսենք մի քիչ խազերի բովանդակության մասին։ Երբ սկսել են ուրեմն կետադրել, սկզբից չէին կետադրում, այսինքն ուղղակի գրվում էր ձեռագրերում բառերը, բայց մենք ունենք շատ հին պատառիկներ հասած մատերիալներում, որտեղ կան արդեն կետադրության նշաններ, միջակետ, ստորակետ, վերջակետ, շեշտ եւ այլն։ Արդեն Կոմիտասը ինքը դրանք խազեր է համարում, որովհետեւ այն ժամանակ այդ նշանները, որ մենք այսօր օգտագործում ենք, օրինակ շեշտը, ստորակետը, միջակետը, դրանք երաշտական, այսպես կարելի ասել, նշաններ էին։ Ինչու՞, որովհետեւ կարդալու համար էին, թե որտեղ ձայնը բարձրանա, որտեղ իջնի, որտեղ մնա։ Օրինակ միջակետը միջին ձայնն է, միջին, ստորակետը ցածն է, էլի մի կետով էր դրվում, հետո տակից գիծ դրեցին, որ ցույց տան ձայնն է։ Իսկ վերին ձայնը դրվում էր մի կետով վերև, գծից վերև, մի գծից վերև։ Հիմա վերջակետը, վերնակետը մի հատ էլ կետ դրին, որ ցույց տա դա վերևի ձայնն է։ Եվ դրանով կարդում էին ուրեմն Սուրբ Գիրքը, առոգանության այդ նշաններով։ Այդ նշանները արդեն համարվում են խազեր, որովհետև արդեն իր մեջ ելևեջ ունի երաշտական։ Նույնիսկ այսօր դպրոցականները, եթե կարդում են, ասենք ասում է բացակայական նշան կա, չէ, դասատուն, օգտագործիր, չէ, ասա, արամ, ուր ես գնում, չէ, արդեն ինքը ոնց է լասի, այնտեղ երաշտական ելևեջ կա։ Եվ ահա այս նշանները գնալով շատացան, որովհետև պետք էր ճոխ կարդալ։ Ես օրինակ բերեցի, որ կա երգի եւ խոսքի միջին տեսակը, դա կոչվում է ասերք։ Դա ոչ երգ է, ոչ խոսք է։ Որպեսզի հասկանանք ինչ է դա, մի պարզ օրինակ բերեմ։ Խոսքը եւ երգը գրեթե նույն բանն է իր հիմքում, նույն երևույթն է։ Ուղղակի խոսքը շատ արագ է, երգը դանդաղ է։